հատումը ինչի համար է պարտադիր, մենք իրականում ուսումնասիրել ենք եւ մասնագետների հետ ենք խորհրդակցել, նախ ամբողջությամբ փոխարինվում է այս պահին կողաքարերը, բազալտի կողաքարերը եւ սալիկները։ Դրա փոխարինման համար, այսինքն հետագայում նույնիսկ եթե թողանք այդ ծառերը, վստահաբար ասում ենք, որ մի քանի տարի հետո էլի նույն պատմություններ լինելու։ Սալիկները այն վերև ներքև լինելու, այսինքն արմատային համակարգը աճում է, բնականաբար ինքը տեսանելի հենց այդ վարքյանին չի երևում, բայց տարիների ընթացքում երևում է ու բնականաբար վնաս է տալու։ Դա է պատճառն եղել, որ փոխարինման տանք, հիմա հարց կառաջանա, բա փոխարինվող ծառերը նույնը չեն անելու, ոչ չեն անելու, որովհետև չեն տնկվելու այնպիսի ծառեր, որոնց արմատները կարող են վնասել։ Այսինքն ավելի մի քիչ փոքր ծառեր, օրինակ, ես հիմա սա զուտ օրինակ եմ բերում, այս բան որոշում չկա, քանի որ շինարարը ծառերի հետագա տնկման հետ կապ չի ունենալու, դա համայնքապետարանը իր ուժերով կազմակերպի, քանի որ նախագծում նախատեսված էլ չի, ուղղակի այն բաները, բարձուրներով առանձնացված տեղերը շինարարը թողելու է հետագայում մոտավորապես 300 ծառ է տնկվելու։ Այսինքն 80-ի փոխարեն երիտասարդական զորավար անդրանիկ այս փողոցները, որ վերանորոգվում են, ամբողջ երկայնքով տնկվելու են ծառեր։ Նախնական քննարկում կա, որ տնկվի դեկորատիվի նման ծառեր, այսինքն իրանք ոչ թե միայն դեկորացիա ունենան, այլ նախ գեղեցիկ լինեն, հետո նաև այդ ծառեր ենք ուզում ընտրենք, որ հետագայում ասֆալտապատում անելուց հետո հնարավոր է, որ ավտոբուսների երթուղին էլ փոխվի երիտասարդականից զորավար անդրանիկով, այսինքն մեծ պտույտով արդեն գործեն, այդ իսկ պատճառով շատ մեծացող ծառեր նպատակահարմար չի, գնդաձև ակացիաներ ենք այս պահին նախատեսում, բայց համադրելով միգուցե այլ ծառերի հետ, այսինքն մի հատ գնդաձև ակացիա, մի հատ ինչ-որ այլ ծառ, այդ մասով դեռ վերջնական որոշում չունենք, ժամանակ ունենք մենք ճիշտ ասած դրա համար տենց հրատապորոշումներ չենք կայացրել։ Եղևնիների տեսակ կա, համայնքապետարանի առաջ էլ կար, մենք դա հատել ենք բնականաբար, ինքը ես չեմ ասի վատ, լավ ծառ է, բայց ինքը համապատասխան չի այս վայրին, որովհետև նախ այդ եղևնիների տակ, եթե դուք ուշադիր լինեք, հիմա կարող եք նկարահանման ժամանակ տեսնել, այդ եղևնու ծառից կաթած սմալան, միշտ այդ բարձուրների վրա է, այդ հետքերը մնում է, հետո այդ եղևնիների տակ եթե նայեք, որից է կանաչ չի աճում, որովհետև ամառ ձմեռ իր այդ բանից թույլ չի տալ, էլի։ Սա էլ է պատճառը, որ հատել են, բնականաբար մեզ համար էլ է մի քիչ դժվար գոյություն ունեցող ծառը հատել, բայց մենք չենք հատում, որպեսզի ավիրենք, այլ հատում ենք, որպեսզի ավելի գեղեցկացնենք, ավելի նորմալ բան ունենանք։ Լուսավորության համակարգն էլ է փոխվելու, ջրահեռացման համակարգ է կառուցվում, ընդ որում ստորգետնյա, որը կարելի ասել նոու-խաու չէ, բայց մեր պայմանների համար ճիշտ որոշում է կայացվել ճանապարհի լայնությունը հաշվի առնելով, այսինքն հավելյալ ջրահեռացման համար հատված չենք թողնում, նաև կոյուղագծեր կան, որ վերանորոգման ժամանակ բնականաբար պիտի փոխարինվեն, ընդհանուր կոմպլեքս կապիտալ վերանորոգման աշխատանքներ են, իդեպ երիտասարդական փողոցի վրա էլ հենապատի։ Հիմա այս պահին երիտասարդականներն են հենց այսօր սկսել են արդեն ապամոնտաժման աշխատանքները, բայց այդտեղ դեռ մենք չենք շտապեցնում շինարարին, ինչ պատճառով, որովհետև Թումանյան փողոցը, ինչպես գիտեք, արդեն բետոնացման աշխատանքները կատարում են, ինքը ուղղակի եթե տեսել եք բարդ աշխատանք է, այսինքն ծավալային աշխատանք է եւ ժամանակի առումով մի քիչ երկարաձգվում է, բայց ժամկետների մեջ։ Հիմա Թումանյան փողոցի գոնե ուզում ենք միակողմանի բացենք ու նոր արդեն երիտասարդականը, որովհետեւ հնարավոր է, որ երիտասարդականի հենապատն էլ վերանորոգելիս, այնտեղ եթե տեսել եք ճանապարհները ասենց վեր ու վար ունեն, դա մի պատճառ է, որ հենապատերը խալխուլ վիճակում են։ Բնականաբար ուզում ենք այդ հենապատերն էլ
կառուցենք, վերանորոգենք, բայց դա կառուցելու ժամանակ հնարավոր է երիտասարդական փողոցն էլ փակվի։ Այդ իսկ պատճառով երիտասարդականի շինարարությունը մի քիչ դանդաղ տեմպով է գնալու, մինչև Թումանյան փողոցը գոնե բերենք այն վիճակի, որ միակողմանի երթևեկությունը լինի։